Քրիստոս հայրավ իմ մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Այս ավետիսը շատերը կարծում են, թե արդիական է միայն մեկ օր, մինչդեռ մարդիկ կարող են ավետիսը միմյանց փոխանցել 50 օր շարունակ, մինչև համբարձման տոնը։ Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Զատիկը, քրիստոնեական ամենամեծ ու ամենասիրելի տոնը, որը նշել են նույնիսկ խորհրդային աթեիզմի տարիներին։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոս հավիտենական այն զոհն է կամ պատարագը, զոհաբերումը, որի միջոցով մարդը ստանում է մեղքերի թողություն, հետո կյանք եւ հարություն։ Հայտնի է Զատիկը շարժական տոն է, որը փոխվում է ամեն տարի։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի առաջին կիրակին, որը կարող է լինել մարտի 22-ից մինչև ապրիլի 26-ը ցանկացած օր։ Այս տարի այն նշվում է մարտի 27-ին։ Ինչպես ամեն տարի, այս տարի եւս հայ ավետարանական եկեղեցին նշում է այն մեծ ոգևորությամբ։ Տոնի առիթով Ստեփանավանի հայ ավետարանական եկեղեցու մանուկները պատրաստել էին ներկայացում, որի միջոցով ուզում էին հանդիսատեսին հասնել Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը։ Փոքրիկները ներկայացման միջոցով պատմեցին Հիսուսի խաչելությունն ու հարությունը եւ այն մասին, որ Հիսուս Քրիստոսը մեր մեղքերը ներելու համար մահացավ եւ երրորդ օրը հարություն առավ։ Ճիշտ է։ Նրանք Հիսուսին տարան Գողգոթա կոչվող բլուրի վրա եւ բարձրացնելով խաչափայտին երկաթյալ մեխերով գամեցին նրա ձեռքերն ու ոտքերը։ Գլխին փշեպը սակ դրի, ու այդպես Հիսուսը արնաքան եղավ ու նրա մարդկանց մեղքերի համար։ 3 օր հետո մարդիկ մի լուր իմացան, որն ուրախացրեց բոլորին, որ այդ ինչ լուր պիտի լիներ, որ այդքանից հետո ուրախացրեց բոլորին։ Հենց այստեղ է այս պատմության գլխավոր իմաստը։ Հիսուսը մահացած չմնաց, այլ հարություն առավ։ Նա ապրում է, հիմա էլ մեզ հետ է ու պատրաստ է քեզ օգնելու։ Իհարկե, եթե դա դու ուզում ես։ Փոքրիկները իրենց գեղեցիկ խաղով ուզեցին հանդիսատեսին։ Շատ եմ ուրախ, որ այս միջոցառումն այցինք, ես շատ եմ ուրախ, որ մենք կարողացանք հուզել շատ մարդկանց եւ Սուրբ Ծննդյան գլխավոր իմաստը հասցնել իր նպատակին։ Շատ դուր եկավ այս մատուցության ընդհանուր սցենարը, շատ դուր եկավ Աստվածաշնչյան այն խոսքերը, որտեղ ասում են ամենայն զգուշության պահին եւ պահպանել քո սիրտը, քանի որ նրանից է բխում կյանքի աղբյուրը։ Այսօր Հայաստանյաց ավետարանական եկեղեցու Ստեփանավանի բաժնում տեղի ունեցավ Սուրբ Զատիկին նվիրված միջոցառումը, որին իրենց մասնակցություն ունեցան Ստեփանավանի մանուկները, շատ լավ էր կազմակերպված, շնորհակալություն խմբին, շնորհակալություն կազմակերպիչներին, հուսով ենք, որ իր նպատակին հասավ մեր միջոցառումը եւ մարդկանց հասավ Աստծո խոսքը եւ Հիսուսի հարությունը։ Քրիստոս հայրավ իմ մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։